Այսօր ուզում եմ խոսամ հարության մասին։ Գիտեք, երևակայր ով որ սեփական տան ապրում կամ թեկուզ կվարտիրանները այսօր ում դուրն են թխկացնել առավոտ շուտ։ Հա, գալիս են ու գիտեք, ինչն է հետաքրքիր, որ մարդիկ ապրում են, մարդիկ փաստում են, մարդիկ հրճակում են այս բանը, որ Քրիստոսը հարություն առել։ Գալիս են ու ցավոք սրտի շատերը չեն հասկանում հարության պատճառը։ Շատերը չգիտեն, նույնիսկ քրիստոնյաները, նույնիսկ հավատացյալները, մի քիչ բացասական են սկսեմ, հա, ինձ համար շատ ցավալի է, երբ որ որոշ քրիստոնյաների, ասեմ, զատիկ է, եկեք զատիկի տոնեն, ասում են դե գերեզման են գնալու։ Այսօր գերեզմանը օր չի, այսօր գերեզմանը Քրիստոսը չկա, ինքը հարություն առել։ Ժողովուրդ ջան, այսօր Տիրոջը պաշտելու տոն է, այսօր Տիրոջը փառավորելու տոն է։ Ես այսօր ուզում եմ խոսամ հարության մասին։ Ինչու է Քրիստոսը հարություն առել։ Պետք է արդյոք որ ինքը հարություն առնի։ Ինչ է նշանակում սա։ Գիտես արդյոք ինչի է հարություն առել Քրիստոսը։ Գիտես քո կյանքի մեջ ինչ է արել Քրիստոսի հարությունը։ Գիտես թե ոչ։ Մի քիչ այս մասին ուզում եմ խոսամ։ Հետաքրքիր թեմա է։ Հա, Առաջի Կորինթացիների 15-րդ գլխի առաջի խոսքերից ուզում եմ կարդամ։ Պողոս առաքյալը գրում է. Իմացնում եմ ձեզ, եղբայրներ եւ իհարկե քույրեր, այն ավետարանը, որ ավետարանեցի ձեզ, որ էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք։ Սելներ, ուզում եմ սրանից սկսել։ Պողոս առաքյալը ասում է. իմացնում եմ ձեզ, ժողովուրդ, այն ավետարանը, որը ձեզ ավետարանեցի։ Հիմա մենք ավետարան ենք քարոզում։ Դու ավետարան ես լսում։ Այդ ավետարանը դու կարաս լսես ու վերջ։ Հիանաս, զարմանաս, հետաքրքիր բան լինի, բայց Պողոս առաքյալը շարունակում ասում է, ավետարանը, որ ավետարանեցի ձեզ, որը ընդունեցիք։ Այն խոսքը, այն ավետարանը, որ քարոզվում է, ասեմ, որոշների այս ականջից մտնում է մյուսը դուրս գալիս, որոշները ընդհանրապես կարան նստեն եւ չլսեն, որոշները կարան նստեն հեռախոսի մեջ, խաղանեն իրանց հարցերով, եւ շատ, բայց ասում է ավետարանացի ձեզ, որը ընդունեցիք։ Կարող ես ընդունել Աստծո խոսքը։ Գիտես, եթե չընդունես, հա, նա քեզ համար ընդհանրապես օգուտ չունի։ Ընդհանրապես այս ամեն ինչը իզուր է կազմակերպված քեզ համար, համենայն դեպս մեկի համար, ով էստեղ է ու էստեղ չի, սենց ասեմ։ Դա համար եղիր էստեղ, ամեն, մի հոգու բզի ասա, ստեղ եղիր, տեղ չգնաս, չգնաս ձեր տուն, մտքով, հա, չգնաս գործի տեղը, չգնաս հարևանին հետ կռիվանես, չգնաս այնտեղ բանը քո փողերի հարցեր լուծես, չգնաս եղիր էստեղ, քեզ բանն եմ ասելու։ Ասում է ավետարանեցի, որը ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք։ Ավետարանի մեջ կանգնած եղիր, սիրելիս։ Որի մեջ կանգնած եք եւ շարունակում է, որով փրկվում էլ եք։ Մարդը փրկվում է ավետարանի խոսքով։ Ավետարանը ընդունելով եւ ավետարանի մեջ է փրկության խոսքը, որով փրկվում էլ եք, այն բանով, որ ձեզ ավետարանեցի ու այստեղ ասում է, եթե ամուր բռնեք նրան, շատ բաներ մենք խոսում ենք, ավետարանը մի օր եկան, մի հոգի եկավ ինձ ասա, Վարդան Հիսուսը քեզ սիրում է։ Ասի լսի, ինձ արդեն ոչ մեկը չի սիրում։ Ընդհանրապես, շատ վատ կյանք եմ ապրում, մարդիկ չեն սիրում, ընկերներս գնում եմ իրանց տուն, տեսնում եմ իրանց մաման ոնց է ինձ ատելությունով նայում եւ այլն, այդ սերը չկա, եթե ինչ-որ մեկն էլ հետս ընկերություն անեմ, ինչ-որ շահ ունի եւ այլն, ասավ չէ, Հիսուսը քեզ սիրում է։ Ասեմ ոնց այն սիրում, ասավ սիրում է, որովհետեւ քեզ համար մեռել է եւ հարություն առել։ Յոս, էդ էլ կա։ Ոչ միայն մեռել է, հարություն առել, ինքը պատրաստ է քեզ ներելու, քո մեղքերը ներելու եւ քեզ հավիտենական կյանք տալու, ասես ինչ լավ բան։ Ես էլ մտածում եմ մեռնեմ ու վсё։ Դες բան չկա։ Քրիստոսին հավատացողը եթե մեռնի էլ հարություն պիտի առնի։ Դրա մեջ է ավետարանի զորությունը, սիրելիներ։ Եվ ես հետո կյանքս տվեցի Հիսուսին։ Ասի Տեր Հիսուս ջան, ես ուզում եմ դու իմ Տերը եւ Փրկիչը եղնես։ Դրա մեջ
գրված է եւ դրանով էլ փրկվեցիք։ Ինչով ենք փրկվել, ինչ կա դրա մեջ։ Եթե ասма եւ ամուր բռնեք նրան, եթե զուր տեղը չեք հավատացել։ Ամուր բռնեք, իզուր տեղը մի հավատա։ Քո հավատքը թող իզուր չեղնի, սիրելիս։ Եվ այստեղ Պողոս առաքյալը հաստատում ասма, որովհետև ես առաջուց այն տվի ձեզ, որ ես ընդունեցի ինքս, թե Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ գրքերի համաձայն։ Սիրելիս, քույրիկս, եղբայրս, եթե այսօր մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մի բան ես ու դու պետք է հասկանանք։ Քրիստոսը, որ մեռել է խաչի վրա, ինքը սուրբ, կատարյալ Աստված, Աստծո որդի, ինքը խաչն է բարձրացրել, իրան չեն ստիպել, ինքն է իր կյանքը տվել, գիտես ինչի համար, ինձ համար եւ քեզ համար, որովհետեւ ամեն մարդիկ մեղավոր են, եւ խնդրում եմ, որ Հիսուսի անունը, երբ որ քո շուրթերդ մեջ լինի, հանկարծ Հիսուս Քրիստոսի անունը տաս, հիշի, ինքը մեռել է քեզ համար, ինքը խաչն է բարձրացրել քեզ համար, ինձ համար, մենք դա եթե հասկանանք, որ ինքը այնքան է ինձ սիրել, այնքան է ինքը ինձ սիրում, այնքան է ինքը հետաքրքրված ինձ համար եւ քեզ համար, որ իր կյանքը տվել է, որպեսզի դու փրկվես եւ ես փրկվեմ։ Ամեն։ Քրիստոսը գրված է, որովհետեւ առաջուց ասեցի ձեզ, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ գրքերի համեմատ եւ թաղվեցավ եւ երրորդ օրը հարություն առավ գրքերի համեմատ։ Ինչն է երջանկացնում հավատացյալ մարդուն։ Երբ որ ինքը հավատում է Քրիստոսին, իր մեջ արդարություն է գալիս, ինքը մի հատ ուրիշ է դառնում, նայում ես կյանքը փոխվել է, ուրախացել է, էլ մեղքերի ցավերի տառապանքի մեջ չի մնա։ Գիտես ինչի համար Քրիստոսը արդարացրել է։ Փառք Հիսուսին։ Պողոս առաքյալը ասում է, ես բոլոր մեղավորներից առաջինն էի, բայց նրա շնորհքով ես արդարացել եմ։ Բոլոր մեղավորներից, ես ավելի մեղավոր եմ, բայց Քրիստոսը ինձ արդարացրել է, ոնց է արդարացրել, իմ բոլոր մեղքերը ներել է։ Ինձ ոչ մեկը չի ասի, գիտես ինչ կա, Վարդան, դու են, ջայլ վախտդ են, երեխա վախտդ են, այն երիտասարդ ժամանակդ են, բաներդ են, ինչ ես արել եմ, սխալ եմ արել, լավ չեմ, այսօր մարդիկ կան, կարող է պատրաստ եղնեն, դրա համար ինձ ես իմ ինչ անեն, դու ես իմ դատ են, ինչ անեն, բայց Քրիստոսը ինձ արդարացրել է, ալելույա, դա համար ես արդար եմ, սուպեր, դա համար դու արդար ես, Քրիստոսը քեզ արդարացրել է, եթե ընդունես այդ հարության, այդ բարի ավետիսը, համար Քրիստոսը հարություն առել, որպեսզի մեզ փրկի, Քրիստոսը հարություն առել, որպեսզի մեզ արդարացնի, լավա թե չէ։ Առաջի Թեսաղոնիկեցիների 4:18, այսօր ամենը կարդալ եմ ավետարանից, ինչի համար է Քրիստոսը հարություն առել, ինչ ունենք Քրիստոսի հարության հետ։ Առաջի Թեսաղոնիկեցիների 4:13 գրված է, որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, այնպես էլ Աստված ննջեցյալներին Հիսուսի ձեռով կբերի նրա հետ, որովհետև սա ենք ասում ձեզ Տիրոջ խոսքով, թե մենք, որ կենդանի մնացած ենք, մինչև Տիրոջ գալը ննջեցյալներին չենք առաջանալ, որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակների ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքից եւ Քրիստոսով մեռածները առաջ հարություն կառնեն եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած, նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այնպես ամեն ժամ Տիրոջ հետ լինելու։ Վերջում գրված է, ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերով։ Մյուս բանը, ինչի համար է հարություն առել Քրիստոսը, որպեսզի մենք ունենանք հույս եւ մխիթարություն։ Հույս եւ մխիթարություն գրված է, որովհետեւ Քրիստոսով մեռածները պիտի հարություն առնեն։ Տեսել ես անմխիթար մարդ։ Տեսել ես ինչ-որ մեկի հարազատը մահանում է։ Շատ ժամանակ մենք տեսել ենք, որ ինչ-որ մեկի հարազատը մահանում է, մի քանի կարճ ժամանակ հետո ինքն էլ է մահանում։ Գիտես ինչի համար չի կարող մխիթարվել։ Կողոսացիների թուղթ 3-րդ գլուխ առաջի համար։
Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առանք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմումը։ Եթե Քրիստոսի հետ հարություն առանք, ապա խնդրեցեք վերինները, ռուսերեն գրված է իշիցի գորնևը, այսինքն երկային բաներ մտածեք։ Քրիստոսը հարություն առել, որ մենք երկնային նպատակներ ունենանք, ժողովուրդ ջան։ Այս երկրի վրից կտրվենք, հա։ Երկնային, գիտես ինչի համար, մեր ապրելը երկնքում է, մեր կյանքը երկնքում է։ Գրված է նаше жительство на небесах։ Պողոս առաքյալը ասում է մենք պանդուխտ ենք այս երկրի վրա։ Այո, մենք ապրում ենք, ինչ-որ բան ենք ստեղծում, բայց գիտես ինչ կա, այստեղ ժամանակավոր ենք, այնտեղ հավիտյան։ Ժողովուրդ ջան։ Եվ գրված է, եթե Քրիստոսի հետ հարություն առանք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմումը։ Վերինները մտածեք, այսինքն երկնավոր արժեքներ ունեցեք։ Վերինները մտածեցեք, երկնքի մասին, Աստծո թագավորության մասին մտածեցեք։ Ոչ թե երկրի վրայինները, որովհետև դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոս Հիսուսի հետ Աստծո մեջ, բայց երբ որ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Ուրեմն, սպանեցեք ձեր անդամները, որ երկրի վրա են։ Անառակություն, պղծություն, կիրք, չար ցանկություններ, ագահություն, որը կռապաշտություն է։ Երբ որ Քրիստոսը հարություն առել, սելներ, որ մեր կյանքի նպատակներ ունենանք, որ մեղավոր կյանքով չապրենք, սելներ, եթե Քրիստոսը հարություն առել, եթե մենք նրա հետ ենք հարություն առած, սելներ, ասում է, ձեր կյանքի մեջից մեղքերը հանեք։ Հիմա մենք կարանք գոր, Քրիստոս հայրավ, Քրիստոսը հարություն առել, բայց եթե մենք մեղավոր կյանքով ենք ապրում, մեզ համար Քրիստոսը հարություն չի առել։ Ու այսօր շատ մարդիկ կան ասում են, Քրիստոսը հարություն առել, բայց ապրում են մեղավոր կյանքով։ Եվ Պողոս առաքյալը գրում ասում է, եթե Քրիստոսը հարություն առել, ձեր կյանքի մեղավոր բաները հանեք ձեր կյանքից։ Ամեն թե չէ։ Քրիստոսը հարություն առել, որ մենք կյանքի նպատակ ունենանք, որ մեր մտքերը փոխենք, սելներ, որ աշխարհային բաներ չմտածենք, այլ երկնային բաներ մտածենք։ Երկնքի արժեքներ ունենանք, ոչ թե երկրի վրայի արժեքներ։ Մյուս տեղը, որ ուզում եմ կարդամ, Փիլիպպեցիները 3-րդ գլուխ 10-րդ համար։ Այս շատ ուժեղ տեղ է։ Պողոս առաքյալը, էլի այս Պողոս առաքյալի թղթերից եմ կարդում Փիլիպպեցի 3:10։ Գրում է 9-րդ խոսքից կարդամ, լավ։ Եվ նրանում գտնեմ ոչ թե իմ արդարությունը ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատքից է, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով։ Նայեք, որ ճանաչեմ նրան, այսինքն ճանաչեմ Քրիստոսին եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքին մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով։ Պողոս առաքյալը գրում ասում է, ես ուզեմ ճանաչեմ Քրիստոսին։ Ոչ միայն ճանաչեմ, այլ նրա հարության զորությունը ճանաչեմ։ Ոնց ճանաչեմ, ասում է, նրա չարչարանքներին մասնակից լինեմ։ Նրա մահվան կերպարանք, այսինքն ես պատրաստ լինեմ Քրիստոսի համար մեռնելու։ Ժողովուրդ ջան, ինչի համար Քրիստոսը հարություն առավ։ Որ Պողոսը ասում է, ես որ ճանաչեմ, որ հասկանամ, որ հասնեմ այդ աստիճանի, որ ոնց որ Քրիստոսը մեռավ մարդկության համար, ես էլ չվախենամ մահից։ Այսօր քրիստոնյաներ շատ կան, որ վախում են մեռնելուց։ Ո՞վ է վախում մեռնելուց։ Ժողովուրդ ջան, մահից մեկ վախենա։ Մահից մեկ վախենա։ Հավիտենություն կա, ով որ հավատում է Հիսուս Քրիստոսին, նա հավիտենական պիտի ապրի։ Սա է ավետարանը։ Ընդհանրապես ավետարանի այդ բարի ավետիսը սա է, ով որ հավատում է Քրիստոսին, նա հավիտենական պիտի ապրի։
Դա համար Պողոս առաքյալ ասում է, ուզում եմ ճանաչեմ նրան, ուզում եմ այդ զորությունը հասկանամ, որ ինքը մեռավ առանց որևէ բանի, ինչի համար, որովհետև ինքը գիտեր, որ մեռնել հարություն պիտի առնի։ Ինքը ասում էր, Քրիստոս ասում է, մարդի որդին պիտի գա այս աշխարհ, պիտի մեռնի, բայց երրորդ օրը պիտի հարություն առնի։ Մի ուրիշտեղ Պողոս առաքյալ ասում է, մահ, ուրա քո իշխանությունը, ուրա քո զորությունը, Քրիստոսը հաղթել է մահին, ժողովուրդ ջան։ Սա է հարության ավետիսը։ Սա է հարությունը, որ մեկին ասում են Քրիստոս հարյավ, գիտենք, որ ես էլ եթե մեռնեմ, հարություն պիտի առնեմ։ Մահը իշխանություն չունի քո վրա։ Խնդրում եմ մի քանի հոգու ասա, մահը իշխանություն չունի քո վրա։ Չվախենաս մեռնելու։ Մահից չվախենաք, քաղցր ջան, ժողովուրդ ջան։ Ավետարանի զորությունը սա է։ Այսօր մենք շատ լավ նստած ենք, շատ հանգիստ նստած ենք, բայց մարդիկ կան, որ ավետարանի համար իրանք բանտ են նստում, նահատակվում են ու չեն վախեն։ Առաքյալներից 11-ը իրանք մահապատիժի են ենթարկվել ու ահավոր մահապատիժների։ Ահավոր, ու ոչ մեկը չի վախեցել։ Ոչ մեկը չի ասել, վայ, էլ չեմ անի, խնդրում եմ քեզ։ Քրիստոնյաներ, որոնց հալածում են, որոնց մահապատիժի են ենթարկում Հռոմի կայսրության մեջ, Կալիզեի մեջ, հա, ոչ մեկը առյուծների բերան են գցում, ոչ մեկը չէր վախենա։ Գիտեք ինչի համար, գիտեին, որ պիտի հարություն առնեն։ Քրիստոսին հավատացողը հարություն պիտի առնի։ Սա է ավետիսը, ժողովուրդ ջան։ Ոչ թե սա դատարկ խոսքեր է, որ իրար ողջունենք ասենք, օ Քրիստոս հայրավ, Քրիստոս հայրավ, այսօր տոնա Քրիստոս հայրավ, այսօր որոշներ եկել եք այս տոնա հավեսով, Քրիստոս հայրավ, լսի Քրիստոսի հարության մեջ հաղթություն կա։ Այսինքն ինքը հայրավ նշանակում է մահը չկարողացավ իրան պահի։ Փառք Հիսուսին։ Քրիստոսի հարության մեջ մենք կարող ենք հաստատ մնալ, մենք կարող ենք զորանալ, որ եթե հանկարծ պետք լինի, մենք նահատակվենք էլ, մենք չվախենանք մահից, որովհետև հարություն կա։ Հարություն կա։ Փառք մեր Տիրոջը։ Եվ նաև մի տեղ էլ առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 19 համար։ Առաջի Կորինթացիների թուղթ 15-19 գրված է. եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա։ Տեսել ես մարդիկ, ովքեր ավտոյի մեջ լիքը իկոնաներ են դնում սես բանը։ Ո՞վ է տենց բան տեսել։ Տեսել ես մարդիկ, որ ընդհանրապես անհավատ են, բայց ասում են Հիսուս ջան օգնելի։ Իմ եկեղեցու կողքով ասում եմ, չեմ հիշում, իմ ծանոթներից մեկը ասավ, իմ մոտ գալիս էր մի հոգի, ասում է ճանաչում եմ, որ ինքը հանցագործ էր։ Ու ասում է շատ անկեղծ, գնում էր եկեղեցի, ու ասում էր Աստված ջան, գնալու եմ գողության, խնդրում եմ ինձ պահի, էլի։ Ու դա անում էր շատ անկեղծ։ Այսօր ինչքան մարդիկ կան, որ շատ անկեղծ հավատում են, որ Աստված իրանց կօգնի, իրանց նեղության մեջ Աստծուն են կանչում, Աստված ջան օգնի գործես լավ եղնի, Աստված ջան օգնի երեխեքս լավ եղնեն, Աստված ջան օգնի իմ տունս պահի, կան այդ ձևի մարդիկ, լիքը։ Եվ այստեղ ասում է, եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, այսինքն եթե մենակ այս կյանքի համար է մեր հույսը Քրիստոսին, եթե մենակ այս կյանքում ենք մեր հույսը կապում Աստծո հետ, եթե մենակ այս կյանքի արժեքների համար ենք մենք հավատում Քրիստոսին, ապավինում Քրիստոսին, եթե մենակ մեր գործերի համար ենք ասում Հիսուս ջան մեզ օգնի, եթե մենակ մեր առողջության համար ենք ասում Հիսուս ջան մեզ օգնի, եթե մենակ մեր ապահովության համար ենք ասում Հիսուս ջան մեզ օգնի, եթե մենակ այս աշխարհի արժեքների համար ենք ասում Հիսուս ջան մեր հույսը դու ես, գրված է ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։
Այսինքն մարդը, որ այս կյանքի համար է, մենակ այս կյանքի համար է հավատում Քրիստոսին, աշխարհի բոլոր մարդկանցից ամենաողորմելին է։ Ուսումնասիրել են ողորմելին, գիտեք ինչա նշանակը։ Սրա իմաստը սա է, պապրաշյայկը, ուզվոր։ Ու այնքան լավ բան հասկացա, որ այնքան մարդիկ կան, որ Հիսուսին հավատում են, Հիսուսի վրա հույս կա մենակ այս կյանքի վրա, ու Աստված իրանց համեմատում է ողորմություն խնդրող մարդու հետ։ Հիսուս ջան, տուր, խնդրում եմ, պահի, եւ ասում է, եթե մարդը այս կյանքի համար է հավատում Քրիստոսին, ինքը ամենաողորմելի մարդն է։ Իսկ եթե մարդը ոչ միայն այս կյանքի համար է հավատում Քրիստոսին, այլ գալիք հավիտենականի համար, ինքը աշխարհի ամենաօրիջինալ մարդն է։ Այստեղ թեզ մարդիկ կան, աշխարհի ամենաերջանիկ մարդը դու եղի։ Սելիս, երբեք միայն իհարկե այս կյանքի մեջ էլ մեր հույսը ինքն է, մեր ապավինությունը ինքն է, բայց ինքը միայն սրա համար չի, ինքը եկել է, որ ես ու դու հավիտենական կյանք ունենանք։ Գրված է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին ուղարկեց, որ ով որ նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ամեն։ Ինչի հարություն առավ Քրիստոսը, որ ես ու դու փրկվենք։ Ինչի հարություն առավ Քրիստոսը, որ մենք արդարանանք։ Ինչի հարություն առավ Քրիստոսը, որ մենք հույս ունենանք, որ մեռելներից հարություն կա։ Ինչի հարություն առավ Քրիստոսը, որ մենք նոր մտածելու կերպ ունենանք, երկնային ոչ թե երկրային։ Ինչի հարություն առավ Քրիստոսը, որ մենք զորավոր լինենք, նույնիսկ չվախենանք մեռնելուց։ Ինչի հարություն առավ Քրիստոսը, որ մենք մխիթարություն ունենանք։ Ինչի համար մեռավ Քրիստոսը, որ մենք աշխարհի ամենաերջանիկ մարդը լինենք, ոչ թե մենակ այս կյանքը իրան ապավինենք, այլ ամբողջ հավիտենության մեջ։ Դրա համար է հարություն առել Քրիստոսը։ Ամեն։ Ինչ որ մեկի համար կարոզեցի, ինչի համար հարություն առավ։ Եթե քեզ հարցնեն, ինչի համար հարություն առավ Քրիստոսը, կարաս գոնե այս մի քանի կետերը ասես իրան, սիրելի եղբայրս եւ քույրս։ Տերը օրհնի ձեզ։ Ես ավարտում եմ իմ քարոզը, բայց ուզում եմ մի հատ բան ասեմ։ Եթե այստեղ մարդիկ կան, ում կյանքի մեջ Քրիստոսի այս հարությունը դեռ չի գործում, ում կյանքի մեջ ով չի պատկերացնում Քրիստոսի հարության իշխանությունը, ով իր կյանքը դեռ չի տվել Հիսուսին, ում համար Հիսուսը դեռ փրկիչ չի ու Տեր չի, հա, այսօր լավ օր է, որ դու ասես, Տեր Հիսուս, ես ուզում եմ իմ կյանքը քեզ տամ։ Այսօր լավ օր է, որ ասես, Տեր Հիսուս, ես ուզում եմ քո հարությանը զորությունը ունենամ։ Այսօր լավ օր է, որ ասես, Տեր Հիսուս, ես ուզում եմ հասկանամ քո հարությանը։ Ես ուզում եմ քո հարությանդ իշխանությունը իմ կյանքի մեջ գործի։